Բարի երեկո սիրելի հետևորդներ, հրապարակ TV-ն եք դիտում, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Երեկ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը, սակայն հետաքրքիր մի նյուանս։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության բովանդակությունը տարբերվում է Կրեմլի հաղորդագրությունից, ինչով է պայմանավորված այս բովանդակային տարբերությունը։ Չգիտեմ, ռուսական աղբյուրներ պաշտոնական երկու նախադասություն էին, լակոնիկ, հանդիպում հեռախոսազրույց, շնորհավորանք եւ զրույց, ուրիշ բան չկար, բայց հայկական կողմը ես նայեցի ուշադիր եւ շատ հետաքրքիր դիվանագիտական բառամթերքով ասած կսմիտներ կար այդ շնորհավորանքի մեջ։ Կսմիտ Փաշինյանին եւ իրենք են ուրեմն տեղադրել։ Ես նաեւ համեմատեցի նախորդ տարիներին 10 ու 19, 20 թվականներին, հա, շնորհավորականը, որտեղ ապրիորի հայ-ռուսական, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացը լավագույն, շարունակականության ապահովում եւ այլն, այսինքն հարցական որից ձեւով չկար։ Ну բնական է հիմա իրավիճակը կարծում եմ գաղտնիք չէ, որ հարաբերությունները փայլուն չեն, բայց ինչևէ ես երկու շեշտադրում անեմ, ընդամենը 3 տարբերություն է դրված, ես կարդամ երրորդ նախադասությունը կամ տարբերությունը, ասում է хотел бы пожелать вам здоровья, благополучия и успехов. Այսինքն что означает хотел бы? Ցանկանայի։ Ոչ թե ցանկանում եմ։ Ահա, իսկ ինչու կցանկանայի։ Սա ինքնին հարցեր է առաջացնում եւ дրա նախորդ նախադասությունը ինչ է ասում. Отношения между нашими странами и народами традиционно носят дружественный характер, и мы заинтересованы в их дальнейшем поступательном развитии. Այսինքն ստեղ անուղակի ասում է, որ հարաբերությունները, որ նախկինում եղել են, բարեկամական հիմա այդպես չեն եւ ցանկալի է, որ եւ մենք շահագրգիռ ենք, որ հարաբերությունները զարգանան։ Այսինքն անուղակի ինչ է ասում է, որ մեր հարաբերությունները նախկինի նման չեն, որակումներ չկա, վատ, շատ վատ, վատթարագույն, հա, բայց նախկինի նման չեն։ Եվ դրանից հետո է, քանի որ այդպես է, հաջորդ նախադասությունը հենց դա է ասում, хотел бы пожелать ինքը ամիջական չի ասում, որ ցանկանում եմ, ինչպես նախորդ շնորհավորանքների ժամանակ։ Այսինքն ակնարկ է դիվանագիտական։ Ասում է կարող եւ չցանկանամ, էլի, ուղղակի ի պաշտոնե այսպես շնորհավորում եմ ի պաշտոնե, որտեղ Դիվանագիտական էտիկետին է հետը։ Այո, չէ, որտեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մենք ռազմավարական դաշնակից պետություններ ենք նաեւ միջպետական լրջագույն պայմանագրերի։ Լավ, իսկ ինչու ավելի ուշ կոմերսանտով այսպեսի մի տեղեկատվություն հրապարակել, որ Պուտինի շնորհավորանքը չի նշանակում, որ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում, եթե իմի բերենք այդ տեքստը, հարաբերությունները լավ են։ Չէ, մենք հարաբերությունները կոնկրետ գործերով, հա, նայենք, այսօր ինչ է կատարվում Հայաստանում գյուղմթերքի արտադրության եւ սպառման հետ կապված, բայց ես այնուամենայնիվ շնորհավորանքի հետ կապված եւս մի դիտարկում պրեմիեր-մինիստր կետե կայքում դրվել է նաեւ այլ պետությունների ղեկավարների կողմից շնորհավորական ուղերձները։ Մտածում եմ, որ վստահաբար Ֆրանսիայի նախագահը շատ ավելի այդպես ճոխ շնորհավորանք պետք է ուղարկած լինել հեռագերով, որը ուղղակիորեն այն էր, որ Ֆրանսիան այսօր Հայաստանում հաստորեն Ֆրանսիայի նախագահը իրեն տեր ու տնօրեն է զգում եւ որին հակադարձեց Թուրքիայից այդ մայիս 4-ի 5-ին Հայաստանում գտնվող թուրքական պատվիրակությունից հայ-թուրքական հարաբերությունների թուրքական հանձնաժողովի նախագահ Սերդար Քլոչը ասաց, ես Հայաստանում զգում եմ ինչպես իմ տանը։ Սա արձագանք է կոնկրետ Մակրոնն, այո, որտեղ Մակրոնն էր իրեն այսպես։ Մակրոնը նախ պետական այցով էր եկել, դա ամենաբարձր աղողակարգային այցն է, պետականը։ Հիմա մտածում որ Մակրոնը կլինի վստահաբար, ասենք շնորհավորական ուղերձ, ասենք ինչու՞ չէ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը կարող է անել։ Եվրամիության տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք վերջին հաշվով Հայաստանի օրվա իշխանությունները ձգտում են, չէ, փորձում են։ Եվ ինչ նկատեցիք ձեր ուսումնասիրության արդյունքում։ Տխուր էր շատ։ Ուրեմն շնորհավորել էին այն պետությունները, որոնք Հայաստանի հետ վերպետական կառույցներով ունեն հարաբերություններ։ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Թուրքմենիա,
Տաջիկստան եւ Ռուսաստան։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Հետաքրքիր չէ։ Այսինքն ինչպես Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար խառնում էր Հայաստանը Ալբանիայի հետ եւ Հայաստանին ասում էր Ալբանիա կամ Հայաստանի վարչապետը իր համար ով էր։ Եթե դες պետություն չկա, այդ պետության վարչապետը ով է։ Նույնը վերաբերում է շնորհավորանքներին։ Իդեպ դա ցուցիչ է։ Շնորհավորական ուղերձները դրանք ցուցիչներ են։ Ինչի մասին են այդ ցուցիչները։ Պետության ղեկավարի վերաբերմունք։ Օրինակ մեկ զուգահեռ բերեմ եւս վերաբերմունքի հետ կապված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ եղավ Աստանայում, որտեղ ՀԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ էին։ Հայաստանից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ներկա այդ նիստին։ Հիմա օդանավականում դիմավորում է Ռուսաստանի նախագահին Ղազախստանի նախագահ։ Նախ այցը պետական էր։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ռուսաստանի նախագահ իրավունք չուներ իր պաշտոնավարման ընթացքում ցանկացած պետություն երկրի նախագահ կարող է գնալ միայն մեկ անգամ պետական այցով։ Սա երկրորդն էր, որտեղ պետական էր ասվում, այսինքն դա Ղազախստանի ղեկավարի մեծ խնդրանքն էր եղել։ Սա մեկ, երկրորդ դիմավորումը օդանավականում ինքնաթիռի մոտ Ղազախստանի նախագահը դիմավորում է Ռուսաստանի նախագահին։ Եվ երրորդ սորաբար ինքնաթիռի մոտից մինչև սպասասրահ կարմիր գորգ են գցում, դա դիմավորման ամենաբարձր աստիճանն է, կարմիր գորգը։ Գիտեք, գորգը գծված էր, բայց կարմիր չէր։ Գույնը Ղազախստանի դրոշի գույնն էր։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի առնելով Չինաստանում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Չինաստանի նախագահի հետ եւ դրանից բխող բոլոր հետևանքները բազմաբևեռ աշխարհի դե ֆակտո եւ շուտով դե յուրե կայացումը, որի հետ այս կամ այն ձևով համակերպվել է արդեն Միացյալ Նահանգների նախագահը եւ որը Չինաստանում ունեցավ փայլուն ծախողում զրո պայմանագիր։ Ի տարբերություն դրան Ռուսաստանը 40 համաձայնագիր, 2 միջպետական պայմանագիր եւ բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ երկու պետությունների Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահների հռչակագիրը։ Այս իրողությունների ֆոնի վրա Ղազախստանի նախագահը արձանագրում է նոր իրողություն։ Արևելքը ինքը սովորաբար առաջնորդապաշտ ժողովուրդներ են։ Թուրքական աշխարհի այդ առաջնորդապաշտության մեջ կա որոշակի առումով խանին ենթարկվելու մենք չունենք, օրինակ քրիստոնյա արևելքը չունի, թուրքական աշխարհը ինքը ունի, շիա մահմեդական աշխարհը չունի նման բան, հա, եւ այո, թուրքական աշխարհի ներկայացուցիչ եւ թուրքական պետությունների կազմակերպության անդամ Ղազախստանի նախագահը այդ ձևով իր երկրի դրոշի գույներով գորգ էր դրել, որի վրա քայլում էր նախագահ Պուտինը։ Բարձրեմ ասում սա ինչի նշան է։ Այսինքն անվերապահ Ղազախստանը ընդունում է իր երկրի եւ տարածաշրջանում Ռուսաստանի բացարձակ գերակայությունը։ Այն Ղազախստանը, որը ձգտում էր դեպի արևմուտք, որը թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, որը ձգտում է դեպի արևմուտք, այո, շատ ճիշտ եք, բայց Ղազախստանի նախագահը հաշվի առել, նորից եմ ասում, այս հավաքից առաջ Չինաստանում այդ երկու հանդիպումը կարելի ասել ճակատագրական է երկիր մոլորակի համար։ Այս ճակատագրական հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունը շարունակում է իր ուղին կամ ինչպես իրենք են ասում, դեպի Եվրամիություն։ Ռուսաստանում արձանագրեցին, Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, 6 ամիս ժամանակ են տվել Հայաստանին։ Արգելքները արդեն սկսել են ուժի մեջ մտնել եւ դրանց բոլոր ծանր հետևանքները իրենց վրա զգում են գյուղացիներն ու մանր ու միջին բիզնես դեռնարկատիրությունները, որոնց հիմնական արտադրանքի սպառումը ԵԱՏՄ շուկաներ կամ Ռուսաստանը։ Ինչ է սպասվում Հայաստանին, ինչ է մեզ մոտ կատարվելու։ Գիտեք, ես պատմական զուգահեռ տանեմ կոնկրետ Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, վերջին ղեկավարները, երբ Հայաստանը Անտանտայի անդամ էր եւ Անտանտան 1918-19-20 թվականներին բոլշևիկյան Ռուսաստանի դեմ էր պայքարում, փորձում էր այդ երկրում իշխանության տապալել եւ չստացվեց, փաստացի 20 թվականը
եւ 20 թվականի վերջին ժամանակահատվածներ, որտեղ դե ֆակտո Անտանտայի անդամ երկրները, այդ թվում Ֆրանսիան, Բրիտանիան, համակերպվում էին այն իրողության հետ, որ բոլշևիկյան Ռուսաստանը արդեն կայացել է։ Իշխանությունը ամուր է, կարողանում է ազատագրել իր նվաճված տարածքները եւ Հայաստանում Թուրքիան փորձեր էր անում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հանդեսվել, որպեսզի իր երկրի տարածքից բրիտանական զորքերին դուրս տնի։ Շատ բնական է, չէ՞, թշնամուց թշնամին իմ բարեկամն է սկզբունքով, Քեմալ Աթաթուրքը նման պայմանավորվածություններ ձեռք բերեց Լենինի հետ եւ Հայաստանի ղեկավարությունը որքանով էր իրավիճակը համարժեք գնահատում, երբ մինչև վերջին պահը մենք մնացինք Անտանտի անդամ երկիր եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ցավոք սրտի Թուրքիայի հետ պատերազմից հետո, պարտությունից հետո կնքվեց Ալեքսանդրապոլի կամ հին անվանումով Ալեկպոլի պայմանագիրը։ Այսինքն Մեդվեդևի զուգահեռը Նիկոլի Ես զուգահեռ եմ տանում, մենք այն ժամանակ սխալվեցինք, վստահաբար եմ ասում, եթե Ստեփան Շամյանին բրիտանացիները չսպանեին, իսկ Բաքվում իրականում հայերն են եղանակ ստեղծում, ղեկավարը Ստեփան Շամյան շատ մեծ անհատականություն, ավելին ասեմ, իր զինական ջոկատները դաշնակցական Ռոստոմի ջոկատներն են։ Այսինքն բոլշևիկները դաշնակների հետ հայերը Ադրբեջանում, Բաքվում ունեին իշխանության, իսկ ազերիները կամ ադրբեջանցիները կամ կովկասյան թաթարները իրենց կենտրոնը Կիրովաբադն էր, Գանձակը, հա, եւ մեր երկրի սխալ ղեկավարների քաղաքականության հետևանքով մենք եւ Ադրբեջանում այդ իշխանությունը կորցրեցինք, իհարկե բրիտանացիք ամեն ինչ արեցին, որ կորցնեին։ Մենք կորցրեցինք նաեւ Հայաստանը, երբ որ մինչև վերջին պահ մենք մնացինք Անտանտի անդամ երկիր։ Այսինքն պատմությունը Ես զուգահեռ եմ տանում, հիմա ես պատական Ղազախստանի օրինակը չբերեցի։ Ղազախստանի ղեկավարը արդեն անվերապահ ընդունում է բազմաբևեռ աշխարհի իրողությունը եւ Եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի գերակայությունը, սա ընդունված է արդեն։ Ինձ համար ցուցիչ է։ Ղազախստանը հսկայական պոտենցիալ ունեցող պետություն է։ Ռուսաստանի հետ ամենաերկար ցամաքային ծովային սահման ունեցող պետություն է։ 7000 կիլոմետր, եթե չեմ սխալվում։ Աշխարհում ամենաշատ ուրան արտահանող երկիրն է։ Ընդերքները, հատուկ մետաղները, ինչպես ասում են, անչափելի մեծ են։ Լիոլի լցված։ Թուրքական պետությունների կազմակերպության մեջ, որով փորձ է արում ստեղծել մեծ Թուրանը, հիմնական սյուներից մեկն է։ Եվ Ղազախստանի նախագահը արդեն արձանագրեց նոր իրողություններ։ Մենք դեռևս այդ հիվանդության թևերին բազմած գնում ենք այնտեղ, որտեղ մյուս բևեռը Եվրոպան կամ Եվրամիությունը Բրիտանիայի առաջնորդությամբ, ընդ որում որը հակադրվում է Միացյալ Նահանգներին, այստեղ շահերի բախում կա, էլի ակնհայտ։ Դեռևս մենք այդ ճամբարում ենք։ Անկախ նրանից ով է Հայաստանում իշխանություն, նույն իշխանությունը կարող է քաղաքականությունը փոխել։ Ինչպես Ղազախստանի ղեկավարը, որը մի 2-3 ամիս առաջ դեռև այլ քաղաքականություն էր վարում, իսկ հիմա նորից եմ ասում, այդ դրոշը ոտքերի մոտ գցելը իդեպ պարտվող երկրի զորականի նշանն է։ Դիմացինի հաղթանակը ամրագրելը դրոշը ոտքերի մոտ։ Իսկ եթե գանք մեզ մոտ, ինչ է մեզ սպասվում Ռուսաստանի հետ վատ տարածող հարաբերությունների։ Ուրեմն ես կարծում եմ 3 շատ մեզ համար գոյութենական մարտահրավեր կա եւ այդ 3-ի ամբողջական կիրառումից հետո Հայաստանում սպասում է ժողովրդագրական մեծ պայթյուն արտագաղթի տեսքով։ Քայլ առաջին 229 դպրոցներում սահմանամերձ 4 մարզերի Լեռնային եւ Բարձրլեռնային գյուղերում դպրոցներ են փակվում, որի 94%-ը այդ դպրոցներում իրենք գյուղում միակ դպրոցն են, չկա երկրորդ։ Սա նշանակում է, որ այդտեղից երիտասարդ ընտանիքներ պետք է դուրս գան, չեն կարող մնալ, մանկապարտեզներ չկան, այսինքն գյուղերը դատարկման գործընթացի մեջ է, վստահաբար եմ ասում ձեզ, եւ այդ վտանգը առարկայապես կա։ Մեր գյուղերը պատերազմող որպես երկիր ոչ թե սահմանային գյուղեր են, այլ սահմանապահ գյուղեր են։ Ռազմավարական նշանակություն Օրինակ Իսրայելը բոլոր սահմանային գյուղերը իրենց մոտ սահմանապահ են, ռազմականացված են կիբուցիները, ցարական Ռուսաստանը եւս նման բնակավայրեր ուներ, իր հարևանների հետ, որտեղ ոչ բարեկամական հարաբերություն մեջ են, դրանք ռազմականացված պետության կողմից առավելագույն հոգացության ներքո բնակավայր են, կոչվում են կազակական ստանիցաներ։ Հрьяաները առ այսօր Իսրայել պետություն ունի, հիմա մեզ մոտ ամրացնելու փոխարեն մարդկանց շահագրգռելու իրենց արտադրանքը
սպառելու բացարձակապես, աշխատատեղեր ստեղծելու, Իրենց բնակավայրին կապելու, այսինքն այդ ամեն ինչ անելու փոխարեն հիմա դպրոցների փակումով արտագաղթ։ Երկրորդ, երբ պետությունները անհիշելի ժամանակներից մրցակցում են շուկաների համար, նվաճել շուկաները։ Դե հիմա, եթե գյուղմթերքի արտադրության Հայաստանի 98%-ը սպառվում է, սա պաշտոնական տվյալներն եմ ասում 2025-ի Ռուսաստանում խմիչքի եւ մշակվող միրգ բանջարեղենի 78%-ը սպառվում է Ռուսաստանում, այս պայմաններում, եթե Ռուսաստանի շուկան փակվում է մեզ համար, Հայաստանի օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանքով, սա նշանակում է, որ գյուղացին, որը բանկերից վարկեր է վերցրել, որպեսզի իր բիզնեսը, արտադրությունը մեծացնի, շահույթ ստանա եւ այլն։ Ես կարծում եմ, դա գյուղացիների արտագաղթի լավագույն պայմանն է։ Եվ երրորդ պայմանը, գործիք, որով որ մեր մոտ արտագաղթն է գնալու։ Երկիր մոլորակի բոլոր պետություններում առանց բացառությամբ ամենակարևոր գոյության համար, տնտեսության համար, մարդու կենսագործունեության համար ամենակարևոր էլեմենտը դա հոսանքն է։ Առանց հոսանքի չկա ոչինչ։ Նույնիսկ այսօր գազի եւ նավթի համար է, չէ՞, պատերազմները գնում կոմունիկացիաների արտադրության սպառման, որը հոսանք է, փաստացի ինքը հոսանք է, հա, եւ վառելիք, որով մեքենաները, ինքնաթիռները գնում են։ Հիմա պատկերացրեք Հայաստանում հոսանքի արտադրության 1/3-ը տալիս է ատոմականը, 1/3-ը Երևանի ջկը, ռուսական գազով։ Հիմա տեսականորեն նայենք, որ ռուսական գազ չի մտնում այստեղ, ընդ որում Փաշինյանը մի քանի օր առաջ ասաց, որ մենք Հայաստանում գազամուղ կանցկացվի, որպես տրանզիտ երկիր, հետո մենք այդ տրանզիտի գումարի դիմաց գազամուղից գազ կվերցնենք։ Դա հարևանի տունը ջրի խողովակ քաշել չի։ Որ երկիրն է մեզ հիմա գազ տալու, Հայաստանով գազամուղ, դրանք սովորաբար նման ծրագրերը իրականացվում են տասնամյակներով մշակվելով, ներդրում անելով, դա մի օրում չի։ Փաշինյանը ասում է, խնդիր չկա $600 գազ գնելու մեջ, ասում է մենք այնքան փող կունենանք, որ կարող ենք։ Ես չեմ ուզում հիմա զուգահեռել Փաշինյանի բոլոր ասածները 2018-ից, որ տրամագծային հակառակ իրողություններ եղել Արցախի հետ կապված, տնտեսության հետ կապված, բացարձակապես իրականություն չեն եղել, այն ինչ խոստացել են, հա։ Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ եւ այլն, այնքան բաներ կա ասելու, որ հիմա ասում եմ, ուրեմն գազը չի տրվում։ Ադրբեջանը նախ գազամուղ չկա Հայաստան քաշված, եթե ինչ-որ գազամուղել իր պայմաններով, ասկան իր ասելի վրա է Ադրբեջանը սեփական գազը չունի, ռուսականը ինքը սեփականը բավականին բարձր գնով վաճառում է։ Ադրբեջանը իր գազը ինչքան որ ունի, նավթն է հիմնականում, հա, նավթատար, նավթ արդյունահանող երկիր է։ Եվ հիմա երկրորդ ատոմական հետ կապված մի երկու օր առաջ նույն Փաշինյանը հրապարակավ ասեց, որ մենք ունենք 3 ատոմական։ Նկատի ունի ուրեմն արևի էներգիան հոսանքի վերածելու պանելները։ Նախ այդ իրենը չի, որ ասում եմ մենք ունենք, այդ ինքը չունի, այդ քաղաքացին է իր գրպանից ծախսարել եւ իր տան կենցաղային կարիքները հոգալու համար։ Դա արդյունաբերական հոսանք չի, կուտակիչներ չունես։ Անկամ կուտակիչները մի օրում չեն բերում, հսկայական ծախս է, այդ կուտակիչներից հոսանքը հետո ամբողջ հանրապետությունում ցանցի տեսքով գցել, որտեղ տնտեսվարող սուբյեկտները ոչ իրենց բնակարանների համար կարողանան այդ հոսանք օգտագործել, դա տարիների աշխատանք է։ Բայց Փաշինյանը այսօր քարոզչական հողի նախապատրաստում ասելով, որ 3 ատոմական ունենք, իսկ վաղն էլ ասելու այս ատոմականին չի սա պետք։ Մենք ունենք արդեն 3-ը, հա։ 3 ունենք, իդեմս այդ արևային էներգիայի, եթե այդպես լիներ, ամբողջ Եվրոպան վաղուց անցել էր արևային էներգիայի։ Ավելին ասեմ, Ֆրանսիան, որը բավականին տնտեսության առումով զարգացած երկիր է, իր հոսանքի արտադրության 80%-ը ատոմականներով է տալիս, 80։ Ու հենց ատոմականներն են ճանաչված որպես կանաչ էներգիայի աղբյուր։ Այո, հիմա Փաշինյանը երբ որ սա ասում է, ես հասկանում եմ, որ ենթատեքստով գազը փակվում է, չի տրվում, կամ թանկ է չենք վերցնում, ոնց որ գյուղացիներն ասել է, ես կառնեմ այդ պղպեղ, չգիտեմ, լոլիկ կառնեմ, ես չեմ հավատում, որովհետև մարդը եթե երկրորդ, երրորդ անգամ նույն մեկի կողմից խաբվում է հրապարակավ, եթե անդադ խաբվում ես, մեղմ ասած մեղավորը արդեն դու ես։ Այո, մեղավոր դու ես եւ այդ մարդու որակումը չեմ ուզում տալ, որ ոչ այդքան խելացի է, հա, ավելի խիստ բառ չասեմ։ Հիմա սա նշանակում է, որ 2/3-ը Հայաստանը կարող է հոսանքազրկվի, դա կոլապս է լինելու։ Նորից եմ ասում, ատոմական Երևանի չեք։ Ատոմականի պահվիշում եք, երբ մոդուլային ատոմակայան, Միացյալ Նահանգները գա, երբ որ Միացյալ Նահանգները ընդհանրապես մոդուլային ատոմական չել ստեղծել։
Աշխարհում երկու պետություն կա մոդուլային Ծրագիր ատոմական ունեցել են, բայց կիսատ է մնացել, որովհետեւ Չէ, շատ հիմա չունեն, ռիսկային է կոնկրետ եղել։ գոնեմ Get 1 Փակվել է մոդուլային ծրագիրը ատոմական կեսից։ չկա արտադրած։ Ռուսաստանը ունի անգամ նավերի վրա ունի մոդուլային ատոմական, որոնք վական հերու վայրերում Սիբիրներում նավը ինքը հոսանք է, նավի վրա ատոմական մոդուլային փոքր, որ բավարար չափով այդ տարածքում, ասենք, հանքարդյունաբերություն կամ գիտական հետազոտություն կամ զինվորական ռազմական մեծ բազաներ բավարարում է, ասենք։ Հիմա այստեղից հետևություն, որ 2/3 հոսանք Հայաստանը չունենալու շուտով։ Դրանց բխող բոլոր հետևանքները, այսինքն արտագաղթի համար ես նշեցի 3 հիմնական էլեմենտ՝ գյուղերի դատարկումը դպրոցների փակումով, շուկաների փակումը Ռուսաստանի մեր գյուղմթերքի արտադրության սպառման եւ հոսանք չլինելու։ Սա ուղղակի արդեն բոլորիս է հարվածել հոսանք չլինելը, իսկ ինքը դրա քարոզչական հողը նախապատասխանում է, հենց այնպես չէր ասի, հա, եւ Հայաստանով անցնող նոր գազամուղի, որը չկա։ Մեկ-մեկ իր ասածներից իմ մոտ հայտնի ֆիլմի հայտնի հերոսի Նյու Վասյուկի միտն է գալիս, իդեպ ես կարծում եմ, որ Բենդերը իր սիրած հերոսներից մեկն է, եթե ոչ ամենասիրածը։ Երբ մարդկանց Բենդերը հիմարացնում էր, ընդհանրապես խնդիրը մի աթոռ գտնել էր, որի մեջ ադամանդներ էր, բայց մարդկանց այդ շախմատի տանը որպես շախմատային մեծ մրցաշար, որը հետո տարածաշրջան, հետո ամբողջ Ռուսաստանում, հետո Նյու Վասյուկին մայրաքաղաք, հետո գալակտիկական միջմայր ցամաքային շախմատի մրցումներ, որ մտածում ես ակնհայտ է, չէ՞ որ հիմարություն է։ Ցավոք սրտի այնտեղ էլ էին հավատում։ Բենդերը ասացին, այստեղ էլ ժողովուրդը հավատում է Փաշինյանի ասածներին։ Հավատում է արդյոք, թե հիմա հանրային տրամադրությունները այլ բանի Կա մասին։ ժողովրդի մի մասը հավատում է։ Բայց փոքր հատվածը Այո, ըստ սոցհարցումների։ այո, շատ ճիշտ եք, շատ փոքր հատված է, բայց կա հավատացող։ Այսինքն ոնց կարող է մարդ ցնդաբանություններին հավատա։ Հունիսի 7-ին մի քանի օր է մնացել, հաշվածորեր են մնացել պարոն Նահապետյան, եւ ինչպես եք տեսնում դեպի ուր ենք գնում, իշխանությունը շանսեր ունի վերարտադրելու։ Ես կարծում եմ գնահատեմ իշխանությունների քայլերի հետ կապված։ Ցանկացած երկրում, կապ չունի դա Հայաստանում է ընտրություն թե այլ երկրում, եթե իշխանությունը վստահ է, որ ինքը վերարտադրվելու է, իր ամենամեծ քարոզչական թեզը գիտեք որն է լինելու։ Բոլորս դեպի ընտրություններ։ Որտեղ վստահ է, որ ինքը հաղթում է, ճիշտ է։ Ոչ թե ինչպես մամուլն է գրում հակառական էլ, եթե չեք դրում ՓՊ-ին, գոնե մի գնացեք։ Ուրեմն դուք տեսել եք մի տեսահոլովակ առ այսօր, որտեղ իշխանությունը մարդկանց կոչ անի, որ յուրաքանչյուրը պարտավոր է իր քաղաքացիական պարտքը ընտրատեղամասում տալ։ Չկա նման հոլովակ։ Ձեզ վստահեցնում եմ, որ իշխանությունը անկախ նրանից դա Հայաստանում է թե Հայաստանից դուրս է, եթե վստահ է, որ ինքը հաղթելու է, իր թիվ 1 հոլովակը բոլորս դեպի ընտրատեղամաս։ Որ իրքվեն ավելի ամրացնի, ավելի շատ ճիշտ եք, բարձր տոկոս։ Ինչու որտեվ այդ իշխանությունը գիտի, որ ինքը հաղթելու է, իսկ բարձր քվեով ինքը ավելի շատ է ստանալու։ Իսկ հիմա ինչու չի ասվում նման բան, որտեվ ինքը փոքրամասնություն է։ Այսինքն վարչական ռեսուրսը քիչ մասնակցությամբ ավելի բարձր տոկոս է իրան ապահովելու եւ շանս է տալու հաղթելու, քան մեծ մասնակցությամբ եւ հակառակը անդիմությունն է, չէ, բոլորին ընտրատեղամասեր հրավիրում, ասում որ սա այդ թվում նաեւ ես հրապարակա բոլորս դեպի ընտրատեղամասեր, որտեղ մեզ համար շատ կարեւոր ընտրություն է։ Այստեղից հետեւություն, པարս տրամաբանական հետեւություն եմ անում։ Իշխանությունը վստահաբար գիտի, որ ինքը վախում է եւ դրա մասին բարձրաձայնել, որ Հայաստանում Գյումրի 2 ընտրությունը կարող է լինել։ Այսինքն 3 ուժեր, ընդ որում 3-ն էլ միավորվելու են անկասկած եւ հաղթելու են։ Երկրորդ իր վերջին 10 օրվա հոգեվիճակը ինձ համար ցուցիչ է։ Փաշինյանը իդեպ ասեմ ձեզ։ Իսկ ի՞նչն է տարբեր իր սովորական ինքը, չէ, ինքը եթե պետք է լինում իրավիճակին բականին լավ տիրապետում է, ինքնատիրապետում ունի, այնպես չի։ Մենք Փաշինյանին մի փոքր հախուռն խառնվածքով, արագ, այդպես ես դրվագներ կան, որ նույնիսկ ամենասառնասիրտ մարդը կարող է պայթել, ոչ ես վերջին 10 օրվա մասն եմ ասում, այլ դրվագներ, իսկ իր մոտ ինքնատիրապետում է տարմով բացարձակ էր։ Ինքը իրան կարողանում է տիրապետել։ Վերջին 10 օրվա իր հախուռն վիրավորական բառամթերքով մարդկանց, քաղաքացիներին, ընդդիմադիր ուժերին, սա իր ներքին հոգեվիճակի մասն է։ Խոսում միաժամանակ փորձելով վախ կենտրացնել ժողովրդի մեջ։ Եվ այդ հոգեվիճակին չէ հուշում։ Հոգեվիճակը հուշում է, որ ինքը իրազեկ է իրական թվերից։ Իսկ իրական թվերը ասում են հետևյալը. համեմատ 2021-ի հունիսին կայացած ընտրությունների բոլոր տեղերում Փաշինյանը երկնիշ վարկանիշը երկնիշ նվազում ունի բոլոր տեղերը եւ գյուղական բնակավայրերում եւ շրջաններում եւ Երևան քաղաքում։ Երևան քաղաքում ամենաբարձր անկումն է։
Այսինքն ինքը որից է տեղ վերել չունի։ Եվ եթե դրան էլ գումարենք մեծ հավանականությամբ, որ բավականին բազմամարդ է լինելու ընտրությունների ընտրարշավից հետո, այսինքն չի լինելու Երևանի ավականու ընտրության նման, երբ որ 9%-ով քաղաքապետ ընտրվեց, չէ՞ իշխող կուսակցությամբ։ Իհարկե իրեն օգնեցին, որտեղ բավարար չէր, այո, բայց 9% էր հավաքել։ Այդպես չի լինելու։ Այստեղ մասնակցությունը 60-70%-ի է, Երևանը շատ բարձր է։ Այո, չէ, ես չեմ կանխատեսում, ես ուղղակի իրազեկեմ որոշ տվյալների, մասնագիտական հարցումների եւ ունեմ մտերիմներ այդ շրջանում, սոցիոլոգներ, որոնք մասնագիտորեն են գնահատում, Երևանը ամենաբարձր տոկոսն է ունենալու եւ Երևանում է որոշվելու ընտրությունների ճակատագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կհաշտվի ընտրության հիմա դա ոչ իրեն համար ձեռնտու արդյունքների։ Ձեր հարցադրման մեջ կա ենթատեքստ, ես այո համոզված եմ, որ ինքը փորձելու է ամեն ինչ անել, որ իշխանությունը չանձնի, եւ այս թվերի վերաբերյալ ինքը տեղակ է, իրազեկ է։ Այսինքն որոշակի պլան արդեն երևի թե կազմել։ Այո, պլան B, ես ենթադրում եմ, այդ պլան B-ն իր մեջ ներառում է մոլդավական սցենարը։ 1 կամ 2 երկու ուժերի Մոլդավիայում երկու ընդդիմադիր ուժի ընտրություններից 2 օր առաջ դուրս թողեցին, թեև քվեաթերթիկների վրա այդ ուժերի տվյալները, անվանումները գրած էր։ Դուրս թողեցին, ուղղակի արգելեցին։ Մեր պարագայում որ ուժեր է կարող։ Ես կարծում եմ ինքը քարոզչական հող է նաև նախապատրաստում, այսօրվա ձերբակալությունները, այսօրվա ուժը Հայաստանից, Ալիկ Ալեքսանյանին, որը որ երևացող հա դեմքերից է, այսպես է ձերբակալությունները մեկ ուժը Հայաստանը, մյուսը Բարգավաճ Հայաստանը։ Երկուսին էլ Այսինքն Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը ծանր մեղադրանքով դրան նախազգուշացումն էր։ Այո, դե Գագիկ Ծառուկյանի հանդեպ եւս, չէ, խիստ շեշտադրումով վիրավորական բառերով ցեմենտի գործարանը կվերցնեն, քո տունը կդառնա ծերերի համար ինչ որ հանգստյան տուն եւ այլն, այդ նոր են հա տեսնում ինչ որ բաներ։ Ինձ համար գոնե տեսանելի է, որ քարոզչական հողի նախապատրաստում այդ երկու ուժերի հանդեպ եւ ես չեմ բացառում, որ 1-2 օր հետո, որտեղ ընտրություններին շատ օր չի մնացել, ամսի 7-ին, այսօր 2-ն է, 5 օր է մնացել, ասենք մի 2-3 օր հետո, եթե ինքը վստահաբար իմանա, որ 100%-ով պարտվում է եւ մասնակցությունը մեր երկրի քաղաքացիների շատ բարձր է լինելու, ապա ինքը այդ երկու ուժերին փակելու է։ Իսկ դա ավելի շատ մարդկանց չի կոնսոլիդացնի, որպեսզի գնան ընտրությունների ու քվեով Ես չգիտեմ կոնսոլիդացնի թե չէ, տրամաբանորեն պետք է կոնսոլիդացնի, առանց որ այդ երկու ուժերի ղեկավարները ինչ կասեն, ինչ հրապարակավ իրենց զորակցությունը մնացած ընդդիմադիր մեկ ուժին կամ այլ ուժերին կտան թե չէ, ես դա չեմ կարող ասել։ Բայց կա պլան, նաև երրորդ պլանը, երրորդ քայլը։ Եթե անգամ այդտեղ խնդրեմ լինի եւ ձեր ասածը, որտեղ մարդիկ ավելի կոնսոլիդացվեն կոնկրետ մեկ ուժի մնացած որ ձայնը տան, այդտեղ ինքը ունի երրորդ պլան։ Եվ որն է այդ երրորդ պլանը։ Արտակարգ դրություն կամ ներսում ներքաղաքական ճգնաժամ կամ հայ-ադրբեջանական սահմանում դեպքեր պատահել։ Ինչ-որ լոկալ բախում։ Ինչ-որ կրակոցներ, որը արտակարգ դրություն կբերի, հետո միգուցե այդ բախումը մի քիչ ավելի ծավալուն լինի, ռազմական դրություն մտցնի եւ այդպես շարունակ։ Այսինքն ինքը ամեն կերպ փորձելու է, որպեսզի իշխանությունը չանցնել, ինքը մտածում է, որ ցանկացած խախտում եվրոպական դիտորդները Հայաստանում նկատելու չեն նկատելու, չեն արձանագրելու կամ անգամ եթե արձանագրեն դա վերաբերյալ կեցվածքն դրսևորելու, որ այդ խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն դրական են, հա, ընդունելու, ինքը դա գիտի։ Եվ ելնելով այդ իրողություններից ամենայն հավանականությամբ ինքը փորձելու է իշխանություն չհանձնել։ Ընդդիմության գործն է առավելագույն մոտիվացնել մարդկանց, որպեսզի վերջինս գնան գոնե ընտրությունների, հետո կերևա ընտրություններից հետո։ Ընդ որում, երբ ասում են ինքը չի ընտրվում, արտակարգ դրություն չկա եւ ընտրատեղամասերի արդյունքները թվերի խոսում են նրա մասին, որ ինքը պարտվել է եւ կենտրոնական ընտրականը հակառակ թվերն է կարդում։ Ինչ պետք է անել այդ դեպքում։ Փաշինյանը դրա պատասխանը տվել է, երբ ընդդիմադիր էր։ Իդեպ նույն Պետրոս Ղազարյանի մոտ երբ ինքը հյուր էր, Պետրոս Ղազարյանը հարցնում էր, եթե դուք հաղթեք բայց իշխանությունը չհանձնի իշխանություն ինչ է կանելու։ Եվ ասեց ինչ է անելու։ Ասեց նամակներ ենք ուղարկել ուժային կառույցների ղեկավարներին այդ թվերով, որտեղ մենք փաստացի ապացուցում ենք, որ հաղթել ենք միջազգային կառույցներին, եւ հետո օրինակ ժողովրդով գնալու ենք
օրինակ արդարադատության նախարարի պահով բերեց, ասեց, այդ շենք օրինակ իրեն փորձելու են դուրս հրավիրել, որովհետև ինքը այլևս ընտրված նախարար չէ, պետք է նոր նախարար նստի, ասեց Պետրոսը հարցնում է, եթե ոստիկանությունը թույլ չտա, ասեց դե մենք փորձենք համոզել, ասեց եթե չհամոզեն, դե ասեց սիրով կմտնենք դուրս կհրավիրենք։ Փաշինյանը ինքը լուծումը տվել է, միակ լուծումը ըստ իրեն։ Սիրով դուրս հրավիրել։ Սիրով դուրս հրավիրել։ Պարոն Նահապետյան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, չենք կարող չխոսել նաև մայիսի 28-ին զորահանդեսից։ Նախ եւ առաջ արդարացրեց այն նպատակները, որ Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրել էր այս զորահանդեսը անցկացնելով, եւ արդյոք դուք այնտեղ տեսաք 8 միլիարդի զինտեխնիկա։ Նախ այն որ ասում է զորահանդեսում 8 միլիարդ կերևա, նման բան։ Դե նախնական ռետորիկայում փորձում էին։ Չի կարելի նման բան ասել, որովհետեւ մեր ոչ բարեկամ երկրներ չպետք է իմանան մենք ինչ զինտեխնիկա են գնել, ինչ քանակի, որ երկրից, ինչ գնով, ինչ գումար ենք ծախսել։ Դա գաղտնիք է։ Պետական ռազմական գաղտնիքներ են։ Իր այդ ասած անլուրջ գնահատականը ես դնում եմ մի կողմ։ Ցանկացած զորահանդես, իսկ ինքը այս ինչ որ տեղի ունեցավ զորահանդես, ուրեմն բան էր դրել, հաշվետվություն։ Նախ եթե ինքը այդ օր չաներ, մայիս 28-ին ինքը ստիպված էր գնալ Սարդարաբադ։ Իսկ Սարդարաբադ գնալ գիտեք ինչ նշանակում, որ մեկ անգամ եւս մենք փաստում ենք, որ մենք հաղթել ենք եւ ջարդել ենք թուրքական էլիտար դիվիզիաների։ Ստիպված են եղել թուրքերը սպիտակ դրոշակ։ Եվ հիմա քանի որ դա չպետք է լիներ, որտեվ դա եւս կեցվածք է Թուրքիայի դեմ, կարծում եմ այդ օրը նաեւ ինքը մի քանի խնդիր լուծեց։ 28-ին այստեղ զորահանդես շքերթ կամ հաշվետվություն կազմակերպեց։ Հիմա երկու նպատակ է հետապնդում ցանկացած զորահանդես։ Առաջին ներքին սպառման, ես օրինակ կարող եմ բերել 1941 թվականի նոյեմբեր 7, երբ Խորհրդային Միության ժողովուրդները պետք է տեսնեին եւ իմանային, որ երկրի ղեկավարությունը Մոսկվայում է, դուրս չի եկել, պատրաստ է մինչև վերջ դիմադրել, Մոսկվան պաշտպանել եւ այդ շքերթում զինվորականները գիտեին, որ շքերթից ուղիղ գնում են դեպի ճակատ, այսինքն իրենք բարոյական բավականին ամուր հոգեվիճակի մեջ էին մտնում։ Վերջին հաշվով երկրի ղեկավարությունը ընդունում է զորահանդեսը, ողջունում է եւ բարի երթ է, հա, մաղթում։ Մարդիկ գնում էին երկիրը մայրաքաղաքը պաշտպանելու, դա շատ ոգևորիչ է։ Այսինքն ներքին սպառման համար։ Կա արտաքին սպառման համար, երբ դու քո զինտեխնիկան ցույց ես տալիս ամբողջությամբ քո զորությունը հարևաններին, որոնք քեզ հետ այդքան էլ ոչ բարեկամական հարաբերություն ունեն։ Դուք այդպիսի զենքեր տեսաք, որոնք կարող են մտահոգել։ Օրինակ այդպես Չինաստանում եղավ վերջերս մեծ զորահանդես, իսկապես Չինաստանի իր ամբողջ ռազմական հզորությունը նաև տեխնիկաներ, որ մինչև չրել հայտարարել։ Չէ, այստեղ ես տեսա հետեւյալը, որ ամեն ինչ ասում էր, որ այդ բոլորը հայկական են։ Հայկական անվանումներ դրվում էր ֆրանսիական, իրանական, հնդկական արտադրության զենքերի վրա։ Ինչու։ Չինական, ինչու։ Ինչու է դրվում, ես չեմ բացառում, կարող է պայմանավորված են, որ ես դնեմ դուք հարգելի վաճառող պետությունների տնտեսվարող սուբյեկտներ բողոք չտաք, ես այդպես եմ ուզում։ Բայց նպատակը ո՞րն է, քարոզչական։ Վստահաբար այո, որպեսզի մեր երկրի քաղաքացիները ասեն, որ այո, այդ բոլոր զինատեսակները Հայաստանն է արտադրել, իսկ այնտեղ կային զինատեսակներ, օրինակ մոտ 6 տեսակ զինատեսակ, որը չինական էր։ Իդեպ Չինաստանում այդ զինատեսակները իրենց լրատվամիջոցներով, պարբերական մամուլում եւ այլն նշել են, որ սա իրենց արտադրությունն էր, հա, ես միայն վերջին ասեմ, այդ ամենամեծ անօթաչու թռչող սարքը, որը մարդ է կառավարում, CH4 չինականն է, այստեղ աղեղ էին դրել անունը։ Հիմա ասեմ, բայց այստեղ կային նաեւ զինատեսակներ, որը չցուցադրվեցին։ Դրանք զինատեսակներ են հարձակողական, որը Ալիևը շատ վատ կընդուներ։ Որտեղ դրանք հեռահար են, այո, հեռահար եւ ճեղքող։ Օրինակ տանկեր մենք չտեսանք, իսկ մենք ունենք։ Տանկերը ինքը հարձակողական զինատեսակ է։ Ինչու չկար, որովհետեւ եթե լիներ, Ալիևը ասել էր, բա դու ոնց էր ասում, պաշտպանունակ բանակ է ստեղծում, ինչ գործ ունի քո ճեղքում ապահովող տանկերը զորահանդեսի ժամանակ։ Կամ ասենք մենք ունենք Իսկանդեր, ունենք Սկադներ, Թայֆուններ, Սմերշներ եւ այդպես շարունակ, որոնք մեծ հեռահարության հրթիռներ են։ Այսինքն Ադրբեջանի շատ խորքերը կարող են հարվածել։ Դա չկար։ Ռուսական մի քանի զինատեսակ, որը նախկին իշխանություններն էին գնել, ես կարծում եմ Իսկանդերը նաեւ ցույց տրվեց, որտեղ դա այս կամ այն ձևով ասոցիացվում է հանրապետության երրորդ նախագահի հետ, հա։ Թեև առաջինից սկսած
մենք Չինաստանի հետ ուրեմն ռազմատեխնիկական համագործակցություն ենք, հա, իրականացել Չինաստանի հետ։ Այսինքն 98 թվականին ներառյալ արել ենք։ Ինքը այստեղ մի հերթական կեղծիքը տարածեց, մարդ արդեն այդ ստերից հոգնում է, բայց ստիփաստ մեկնաբանեց, լուսաբանեց, ասելով, որ մենք զինատեսակներ տարբեր երկրներից կարողացել ենք գնել միայն 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո, որտեղ այլ երկրներ համաձայնվեցին, որպեսզի մենք եւ թույլ տվեցին կարողանանք այլ զինատեսակներ գնել։ Սուտ է, վստահաբար ասում եմ, սուտ է։ Հայաստանի Հանրապետության 3 նախագահների ժամանակ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը պայմանագրեր է կնքել եւ գնել է ոչ միայն Ռուսաստանից, ոչ միայն մեզ բարեկամ երկրներից, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Դες վստահաբար եմ ասում։ Եվ դա իրողություն է։ Եվ որից է ձևով կապ չունի այդ հոկտեմբերի 6 ինքը չի կարողանում մարսել, որտեղ դրանից դա Ալևին իրավունք տրվեց ռազմական գործողություն սկսելու, հակառակ դեպքում Ալևը գործողություն չէր կարող սկսել։ Երկրորդ պատերազմը Ալևը չէր կարող անել։ Առաջինը հիմնավորում էր 7 շրջաններ, չէ՞, պետք է հետ բերի։ Այս երկրորդը անունը դրեց հակահաբեկչական։ Միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, միայն այդ դեպքում ինքը կարող է ռազմական գործողություն անել, միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորել է, որ դա ոչ թե պատերազմ է, այլ հակահաբեկչական գործողություն։ Հոկտեմբերի 6-ը իր կոկորդին է մնացել, միևնույն է 22 թիվ։ Բայց չի կարողանում մարսել դեռ։ Ավելին ասեմ, այդ հոկտեմբերի 6-ի հիմնական շահառուներից մեկը Ֆրանսիայի նախագահ այստեղ եկել էր եւ գովք էին անում։ Փաշինյանն էլ ինքն էլ հոկտեմբերի 6-ին պատմեն, թե ինչ հերոսություններ են արել։ Իհարկե պահը գա քայլը հավաքելու ժամանակ գա, Մակրոնն էլ ըստ արժանավորում կստանա հոկտեմբերի 6-ին Հայաստանին պարտադրելով որ ստորագրի եւ Եվրախորհրդի նախագահ այն ժամանակ Շարլ Միշելը եւս հա ներկա էր այդ հանդիպանը Իսկ ովքեր են ստիպելու նրանց հավաքել այդ քարերը, պարոն Նահապետյան։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը վստահաբար պետք է գնահատի, որ հունիսի 7-ի ընտրությունը սովորական ընտրություն չի, ես հրապարակավ եմ ասել 1918-ի մայիսին թուրքական բանակ ուզում էր մեր հայրենիքից մնացած կտորը գրավել եւ ովքեր էլ որ ոչ մնացել էին Գյումրիի նման արյան բաղնիքներ ստեղծել ու մենք այստեղ չենք լինելու։ Այստեղ դեմ դիմաց մենք չենք կարող նստել խոսել, մեր ծնողները, մեր պապերը այստեղ չեն լինի։ Սկզբունքորեն մենք 18-ին հաղթեցինք, մենք մեր ներուժով իդեպ եւ այդ ճակատամարտում բավականին էական դերակատարում ունեցան ռուսական ցարական բանակի սպաները, որոնք հրետանի էին կառավարում, հա, բավականին բարձրացան, եւ նույն ձևով հիմա Թուրքիան ցանկանում է մեծ Թուրանի մեջից հանել հայկական սեպը։ Հայկական սեպ է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, որի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ հրապարակավ ասում է դա իրենց պատմական հայրենիքն է, Արևմտյան Ադրբեջան անունով։ Այսինքն իրենք չեն էլ թաքցնում, որ խնդիր ունեն, որպեսզի այստեղ մենք չլինենք։ Եվ գոյութենական կռիվ է գնում։ Հոկտեմբերի 7 սովորական վարչապետի ընտրություն չի։ Սա այստեղ մենք հունիսի 7-ը մենք այստեղ լինելու ենք, թե չենք լինելու։ Ֆիզիկապես այստեղ մենք իրանք ունենալու ենք ապրել, թող ոչ։ Եվ հետաբար ես նույնականացնում եմ Սարդարաբադի ճակատամարտի հետ։ Այն ժամանակ ով ունակ էր Սարդարաբադում զենք վերցնել կամ թիկունքում լինել չէր անում, ինքը դասալիք էր եւ գնդակահարվում էր դասալիքության համար։ Ես կարծում եմ, որ ընտրատեղամաս չգնացողը, եթե չի էլ գիտակցում, միևնույն է, ինքը այս առումով քաղաքական Սարդարաբադ է գնում եւ ինքը դասալիք է դառնալու դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բոլորս դեպի ընտրություններ եւ ձայնը տալ այն հավանական ուժերին, որը իշխանությունն է գնահատում, որ մեծ հավանականություն կա, որ շեմը անցնել։ Դա 3, 7, 17 համարների տակ ուժերը, կուսակցություն եւ դաշինքներ են։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էր։ Ես Հայկ Ալոյանն եմ, հաջողություն։